Բարև ձեզ ուսուցիչներ։ Բարև ձեզ։ Ես ձեզ չեմ ասել, որ կանգնում եք երբ բարևելու կարիք չկա։ Լավ, նստեք։ Բոլորդ եք ներկա։ Բարև ձեզ Տիգրան ջան, ներեցեք կարելի է նստել։ Ընկեր Պետրոսյան, դուք մաթեմատիկայի դասատու եք, թե տատիկիս թոշակը։ Ինչ եք ուշանում։ Ճիշտն ասած, թորնիկ էի ունեցել։ Դե լավ էլի, ինչքան կարելի է նույն պատճառով ուշանալ։ Ես չեմ հասկանում, ձեր որերորդ թորնիկն ա ծնվում։ Մեծ մարդ եք, ով էլ լավ ասեք, որ քնած եք մնացել։ Լավ, նստեք, էլ սենց բան չկրկնվի։ Ասեք տեսնեմ ով այսօրվա դասին պատրաստ։ Ոչ մեկ չի ուզում առաջինը պատասխանի։ Լավ, մայթանով կանցնենք։ Դասը կպատասխանի անգլերենի ուսուցչուհին։ Խնդրում եմ թվարկեք ինձ հայոց լեզվի խոսքի մասերը։ Գոյական, հացական։ Հայոց լեզվի ուսուցիչ, մի հուշեք։ Կներեք էլի։ Կոմել անգլերենից հարցեր տվեք, ես անգլերենի մասնագետ եմ։ Լավ չի, չէ, բայց ինչի պետք է աշակերտները բոլոր առարկաների, բոլոր հարցերին պատասխանեն, իսկ դուք ուսուցիչներդ ոչ, օրագիրը բերեք երկուս եմ նշանակում։ Օրագիրս մոռացել եմ տանը։ Ձեր գլուխը մոռանայիք տանը, ավելի վատ ձեր համար, մատյանում կնշանակեմ երկուսը, դասի վերջում էլ կմնաք ու կպարբեք հայոց լեզվի խոսքի մասերը։ Ես էդ են կորք ու են պատասխանատու դասարան դեռ չեմ տեսել։ Ընկեր Ղազարյան, էդ ինչի եք էդտեղ քնել։ Արթնացեք ընկեր Ղազարյան։ Ընկեր Ղազարյան։ Վեր կաց ասում եմ, չես լսում տղա, վեր կաց ասում եմ, քեզ հետ եմ։ Ոնց հասկանամ քո այս պահվածքը, դու լրիվ քեզ ձեռք ես առել, իմ դասին ոչ ոք երբեք չի քնել։ Մայսյանում քեզ երկուս եմ նշանակում ու վաղը ծնողիդ հետ միասին կգաս դպրոց։ Լավ, ընկեր Ղազարյան, ես հեսա կքնեմ, դուք ձեր հալը կտենաք։ Բա այսօր ան մնացած են։ Զանգը տվեց գնացին տուն։ Բա դուք ինչ եք ստեղ մնացել։ Դուք չասեցիք դասից հետո մնամ հայրենի խոսքի մասերը սովորեմ։